Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է, տաղավարում այսօրվա իմ հյուրն է միջազգային ագետ Գրիգոր Բալասանյանը։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսպիսով ավարտվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այդքան քննարկված տարածաշրջանային այցը Հայաստան եւ Ադրբեջան։ Ըստ ձեզ, հատկապես ինչ ճշտելու եւ ինչ հասկանալու համար էր նախագահ Թրամփը իր տեղակալին փոխնախագահին ուղարկել Հայաստան եւ Ադրբեջան տարածաշրջանային այս բարդ իրավիճակում, այսինքն ինչ ենթադրություններ կամ հետևություններ կարող են անել հիմնվելով հրապարակված տեղեկությունների եւ հայտարարությունների վրա։ Նախ հստակ տարանջատենք Վենսի այցը Հայաստան եւ Վենսի այցը Ադրբեջան, որովհետեւ մենք այստեղ գործ ունենք պրակտիկորեն տարբեր այցերի հետ եւ մենք այստեղ գործ ունենք տարբեր հարցերի շրջանակների հետ, որոնք քննարկվել են։ Եթե Հայաստանում Վենսը ուղղակի այսպես շատ հմուտ կերպով չնայած թարգմանչական այդ ամփոփությանը, ես չգիտեմ դա միտումնավոր արվեց, թե ուղղակի այդպես ստացվեց, անմեղության կանխավարկածը չխախտեմ, այսպես շատ հմտորեն 9 միլիարդ դոլար ըստ էության որպես պարտք այսպես տվեց Հայաստանին ըստ էության, որովհետև նշեց, որ մենք թողենք, թույլատրենք, որպեսզի ամերիկյան կորպորացիաները սկզբից 5 միլիարդ, հետո 4 միլիարդ դոլարի արտաքին արտահանում անեն դեպի Հայաստան, այսինքն այստեղ ներդրումների մասին խոսք չկա, դրա գումարը պետք է Հայաստանը վճարի։ Իսկ Ադրբեջան կատարած այցը առհասարակ տարբեր էր, քանզի այնտեղ ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների խարտիա, որը Հայաստանի հետ չի ստորագրվել, Հայաստանի հետ հիշեցնեմ, ստորագրվել է ընդհանրապես ռազմավարական հարաբերություններ հաստատելու մտադրությունների հուշագիր, որ ամբողջությամբ տարբեր է։ Բայց այստեղ ինչն է ամենից վտանգավորը մեզ համար։ Այդ խարտիայում ֆիքսվեց, որ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ճանաչում են, հայտարարում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց այստեղ առաջացավ հարց, այդ դեպքում այն 250 քառակուսի կիլոմետր տարածքը, որի մեջ Հայաստանի տարածքը, որի մեջ այսօր գտնվում են ադրբեջանցիները, այդ տարածքը եւս ճանաչվեց Միացյալ Նահանգների կողմից որպես Ադրբեջանի տարածք, եւ ամենակարևոր հարցը Միացյալ Նահանգներն ի վերջո որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, քանզի Ադրբեջանի սահմանադրությունը եւ սահմանադրությամբ ֆիքսված սահմանները այս Ադրբեջանի հետ որևէ կապ չունեն։ Սա ծուղակ էր, որը շատ հմտորեն լարեց Ալիևը եւ Վենսը այս փառասիրության, այս հորձանուտի տակ երևի թե չնկատեց, թե ինչպես հայտնվեց այդ ծուղակում։ Սա հետո հարցեր է առաջացնելու, եթե Հայաստանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նոր իշխանություն գա եւ այդ հարցերը աստիճանաբար սկսի բարձրացնել աշխարհի տարբեր պետությունների առաջ, թե այդ պետությունները Ադրբեջան ասելով, որ Ադրբեջանն առասարակի նկատի ունեն։ Իսկ եթե ամփոփենք Վենսի այցը տարածաշրջան եւ Հայաստան մասնավորապես, դուք սկզբում նշեցիք այդքան սպասված այցը, ես կարծում եմ Վենսը իր այցով ավելի շատ հարցեր առաջացրեց մեր հասարակության մեջ, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Բազմաթիվ հարցեր քննարկվեցին, հետաքրքիր է ձեզ որն էր Երևանյան այցի մեխը եւ որքանով է սա կապված տարածաշրջանային իրավիճակի հետ, որի մասին ես ակնարկեցի մասնավորապես Իրանի հարցի հետ, որովհետեւ օրինակ ամերիկացի վերլուծաբան մեծ քաջածանոթ Գոբլի պլանի հեղինակ Փոլ Գոբլը սրանից մի քանի օր առաջ, այցից մի քանի օր առաջ հարցազրույց տվեց եւ առաջին հերթին նշեց Իրանի հարցը, որ իր կարծիքով Վենսը եկել է, իհարկե առաջնահերթություն նա տալիս էր Ադրբեջանի հետ հարաբերություններին, ակնհայտ է, որ իհարկե նա անաչառ փորձագետ չէ, որքան էլ որ հայտնի է, բայց Ադրբեջանի հետ այսպես սերտ կապեր ունի եւ մենք հիշում ենք այդ Գոբլի պլանի ամբողջ էությունը Մեղրին Արցախի փոխարեն, բայց բարձվեց վերջում այդպես բան, որպես քննարկում չի եղել նման բան։ Այո, տեսեք, եւ ես հիշում եմ 2013-14 թվականին նրա այդ հարցազրույցը արել եւ վերջերս վերընթերցում էի այդ հարցազրույցը, այնտեղ հանդիպեցի Զանգեզուրի միջանցք այդ արտահայտությունը եւ իր կարծիքով առաջին հերթին Վենսը եկել էր հասկանալու թե Իրանի հարևանները ինչ համագործակցություն կարող են առաջարկել, իսկ ձեր կարծիքով ինչ տեղ է զբաղեցրել Իրանի հարցը հանդիպումների օրակարգում։ Բնական է, որ Իրանի հարցը կենտրոնականն էր
Հայաստան գալու պատճառների այդ շարքում։ Իհարկե այդ պարտքի այդ հատվածը այսպես շատ հմտորեն օգտագործվեց, ցույց տալու համար թե իբր նաև տնտեսական հարցեր են քննարկվում։ Ուրեմն դա պարտք էր, որովհետև բնական է պարտք է։ Բայց 9 միլիարդը դա պարտք է։ Այսինքն երբ որ Վենսը ասում է մենք կթույլատրենք ամերիկյան կորպորացիաներին սկզբից 5 հետո 4 միլիարդ դոլարի արտահանում իրականացնել դեպի Հայաստան, այսինքն Հայաստանը պետք է գնի այդ արտադրանքը, որ ամերիկյան կորպորացիաներն էլ արտահանեն։ Ես ճիշտ ասած անգլերենն էի դիտում, նրա ելույթի այդ ուղի հեռարձակման անգլերենն էի դիտում, հետո իհարկե լսեցի հայերեն թարգմանությունը, բավական ծանր էր այդ թարգմանությունը լսել էր, բայց ուզում եմ հասկանալ, թե նախնական 5 միլիարդ արտահանում, այդ արտահանման եւ ներդրման տարբերությունը ո՞րն է, այս պարագայում։ Արտահանման եւ ներդրման տարբերությունն այն է, որ արտահանում ես մի բան, որը գնվել է, եւ որը մտադրություն ունես դու վաճառելու։ Իսկ ներդրում ես քո սեփական միջոցները հետո եկամուտ ստանալու համար։ Վենսը հստակ ասեց, որ խոսքը գնում է արտահանման մասին։ Այսինքն Հայաստանն է գնելու այդ արտադրանքը, ոչ թե Միացյալ Նահանգները բերելու է եւ իր միջոցներով ներդրում անի։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, Իրանը Վենսը կարծում եմ Իրանի հետ կապված եկել է շոշափելու Հայաստանի տրամադրությունները եւ հասկանալու համար թե որքան հեռու կարող է Հայաստանը գնալ Իրանի դեմ այս տեղի ունեցող գործընթացներում եւ թրիփի հետ կապված երբ որ Վենսը խոսեց շատ այսպես զարմանալիորեն նշեց որ թրիփի ֆինանսավորումը կարծում է որ կանեն տարածաշրջանային պետությունները իսկ տարածաշրջանային ո՞ր պետությունն է թրիփը ֆինանսավորելու Ադրբեջան եւ Թուրքիա Այսինքն խոսել են մասին, որ Միացյալ Նահանգները այստեղ ներդրումներ է անում, անգամ թրիփում Միացյալ Նահանգները ներդրում չի անելու։ Իսկ ցանկացած ադրբեջանական դոլար, նավթադոլար, որ կներդրվի այս թրիփում, ունի իր արժեքը եւ դա $1 $1 չի ըստ էության։ Դրա փոխարեն Միացյալ Նահանգները ինչ-որ բան զիջելու է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Իսկ զիջելու է մեր հաշվին, բայց այստեղ ամենից ողբերգական ըստ էության այն է, որ միջև վերջ էլ հասկանալի չէ, բա Հայաստանն ինչ է շահում դրանից։ Միայն խաղաղություն, այսինքն այս ոչ չափելի, ոչ կշռելի ինչ-որ մի բան, իսկ ֆինանսական, տնտեսական զարգացվածություն, քանի կար ասում էին հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, եթե հիշում եք նոր էր ծրագիրը սկսել Նույնն էլ Վենսն էր ասում։ Այո, բայց շատ աբստրակտ ձևակերպում էր, համաձայն չեք։ Իհարկե աբստրակտ ձևակերպում է։ Իսկ որտեղ են ստեղծվելու այդ աշխատատեղերը եւ ամենակարևոր ովքեր են աշխատելու այդտեղ։ Երբ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը կառուցվում էր, Վրաստանի իշխանությունները ջավախքում մեր հայրենակիցներին հավաստիացնում էին, որ այդ երկաթգծի կառուցումը հազարավոր աշխատատեղեր է բերելու։ Այո, բերեց, բայց ովքեր են այդտեղ աշխատում։ Թուրքերը, այսինքն իրենք չեն ասում աշխատատեղ չի բացվելու, բայց իրենք չեն այսպես պարտավորություն ստանձնել, որ այդտեղ աշխատելու են անպայման Հայաստանի քաղաքացիները։ Ես երեք արդեն ուշադիր հետևում եմ Իրանից եկող արձագանքներին, Իրանը շատ կոշտ, հատկապես Իսլամական պահապանների կորպուսը, շատ կոշտ նախազգուշացրեց Պարսից ծոցի երկրներին, որ տարածքների հետ կապված ուշադիր լինեն, եւ ամենատակի հատվածում ներքևի տողով շատ մտահոգիչ էր, որ սա վերաբերվում է նաեւ Հայաստանին։ Հայաստանն էլ պիտի զգույշ լինի այս հարցում։ Այսինքն երբեք Իրանը նման այսպես բառապաշարով եւ նման կոշտությամբ չի խոսել Հայաստանի մասին։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հոգևոր իշխանության ռազմական հնարանն է, այսինքն նա ասում է այն, ինչ ասում է հոգևոր իշխանությունը, Խոմեյնին, այսինքն նրա միջոցով է փոխանցվում։ Ավելի արտոնյալ դիրք ունի եւ ազդեցություն, քան բանակը։ Իհարկե։ Նա նույն բանակն է ըստ էության, իր բոլոր զորատեսակներով, շատ ավելի լավ զինված եւ շատ ավելի կատարելապես այսպես բարելաված զենքերով եւ նաեւ այդ կառույցն է, որ ողջ մերձավոր արևելքում օպերացիաներ է իրականացրել, սկսած Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, վերջացրած Եմենով։ Այսինքն այդ կառույցին լուրջ է պետք վերաբերվել։ Եվ այդ կառույցի ձեռքին կա անսահմանափակ իշխանություն։ Եվ մի բան շատ կարեւոր, այդ կառույցի վրա ոչ մի ազդեցություն չունի ոչ նախագահ Փեզեշկյանը, ոչ արտգործնախարար Արաղչին։ Սա շատ կարեւոր է, ինչի եմ ասում։ Քանզի երբ որ հայտարարում են, որ Իրանը վտանգներ չի տեսնում թրիփի հետ կապված, եկեք հստակեցնենք, որ Իրանը կամ Իրանի որ իշխանությունը։ Փեզեշկյանը այո, չի տեսնում։
որովհետև նա լինելով բարեփոխիչ եւ բարեփոխիչների ներկայացուցիչը, նա կողմ է Միացյալ Նահանգների հետ խորը հարաբերությունների հաստատմանը, անգամ մի հաշիվ միջուկային ծրագրի եւ նաեւ սահմանադրության փոփոխության, իսլամական կառավարման կարգը փոխելու։ Փեզեշքյանը այդ ուղղության կողմնակիցն է, բնականաբար նրա համար թրիպը վտանգ չի ներկայացնում, բայց մենք լսել ենք մյուս կողմի կարծիքը, չէ՞ որ հոգևոր առաջնորդի խորհրդական վելայեթին, երբ որ հանդիպեց Հայաստանի դեսպան հետ, հստակ մեսիջ եղեք, որ մենք չենք վստահում թրիպին։ Եվ թրիպը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Եվ թրիպը նույնականացրին իրենք Զանգեզուրի միջանցքի հետ։ Ասում են, որ թրիպը այո Զանգեզուրի միջանցքն է նույնը եւ ես երեք նաեւ լսում եմ Հայաստանի կառավարության ղեկավարի հարցազրույցը։ Ինձ համար այդտեղ մի բան ֆիքսեցի ես։ Երբ Ալիևը որ ասում էր բեռները տեղափոխելու ժամանակ հայ սահմանապահի չպետք է հանդիպի ադրբեջանցին, Հայաստանի կառավարության ղեկավարը ասեց հնարավոր է որ այդ back office-ը front office-ը այո աշխատի բանի արհեստական բանականության միջոցով։ Ես այստեղ մեջբերում անեմ 168 ժամ թերթից, ես շատ եմ սիրում մեր 168 ժամի վերնագրերը հատկապես արհեստական բանականություն, բնական խայտառակություն։ Front office-ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինել արհեստական բանականություն, այլ լինեն գերժամանակակից սարքավորումներ եւ այդ front office-ի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը եւ այլն, ինչպես հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, պարոն Բալասյան, երբ անընդհատ համոզում էին, որ ապաշրջափակումը տարածաշրջանային հաղորդակցությունների պետք է լինի այդ 4 սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն եւ փոխադարձություն, բայց երբ լրագրողը մի քանի անգամ հարցնում է, ասում է, տեսնելու են արդյոք Ադրբեջանի քաղաքացիները հայ սահմանապահներին կամ Հայաստանի քաղաքացիներին, նա անդադ կրկնում են թրիպը ներդրումային ծրագիր է, թրիպը ներդրումային ծրագիր է, թրիպը ներդրումային ծրագիր է Հայաստանում, իսկ ոչ Ադրբեջանում, եւ ես չեմ կարող ասել այնտեղ ինչ կլինի արդյոք, թե Հայաստանի քաղաքացիները հանդիպելու են ադրբեջանցիներին։ Փաստորեն փոխադարձություն չկա։ Ես վախենամ անգամ Հայաստանի քաղաքացիների իրավունք էլ չունենան այդ տրիպից օգտվելու։ Իմ մոտ արդեն այդ տպավորությունն է ստեղծում, որ սա նախագիծ է Հայաստանի հաշվին, Հայաստանում, բայց ոչ Հայաստանի համար։ Այն նման տպավորություն է ստեղծում այս ամենը, այսպես իմի բերելով եւ փոքրիշաթե վերլուծելով։ Ինչ է նշանակում արհեստական բանականություն։ Երբ խոսքը գնում է երկրի ազգային անվտանգության մասին, երբ ադրբեջանցին կամ ադրբեջանցու անձնագրով ինչ որ մի մարդ մուտք է գործում Հայաստան կամ ինչ որ բեռ է տեղափոխում այդ թրիփով, մեր ազգային անվտանգության ծառայությունը չպետք է նվազագույնը իդենտիֆիկացնի այդ մարդուն։ Մենք վստահ ենք, որ աֆղանցին, օրինակ, կամ սիրիացի ահաբեկիչը ադրբեջանցու անձնագրով, ադրբեջանցու անձնագրի տվյալները արհեստական բանականությունը ֆիքսելու է, այո, սա ադրբեջանցի էր եւ այլն անցավ, չգիտեմ, այս ինչ բնակիչ է, բայց մենք վստահ ենք, որ այդ մարդը, ով որ ներկայացնում այդ անձնագիրը, ինքը այդ մարդն է։ Այսինքն ավելի կատարելագործված սուպերմարկետների ինքնասպասարկման նման է մոտավորապես լինելու գնալու են այսպես բանանեն ճտսնեն մի հատ տոպրակ վերցնեն ավել կամ երկու հատ տոպրակ QR կոդը վերցնեն այն կողմից բացվի դուրս գան դա լուրջ չի դա աշխարհում չկա նման բան որ երկրի տարածքով միջանկյալ այսպես միջանցիկ օգտագործեն տրանզիտ իբրև օգտվեն եւ ոչ ոք չհանդիպի պաշտոնյայի ներկայացուցչի երկրի։ Մենք էլ ենք Վրաստանի տարածքով տրանզիտ անում, բայց մենք եւ մուտքի եւ ելքին հանդիպում ենք վրացի սահմանապահներին, մեր փաստաթղթերը ստուգում են եւ մեզ ասում են բարի ճանապարհ։ Այսինքն ոչ մի նման նախադեպ աշխարհում ես չեմ հանդիպել նման բան, որ աշխարհում լինի, որ արհեստական բանականությունը կարգավորի սահմանային ռեժիմը մաքսային ռեժիմը կարգավորվի արհեստական բանականության միջոցով։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը։ Նշանակում է մենք իրանցիները ճիշտ են, սա Զանգեզուրի միջանցք է։ Ալիևի պատկերացումներով, որի վրա Հայաստանը ըստ էության որևէ իրավասություն չպիտի ունենա։ Տեսականորեն ասվում է, որ մենք ունենք եւ այլն, բայց փաստացի գործնականում չունենք ոչ մի իրավասություն։ Եվ ամենակարևոր մի բան էլ կա։ Իսկ Ադրբեջանի հատվածը որն է այդ թրիփում։ Եթե սա ինչպես սիրում են կրկնել հայ-ամերիկյան ներդրումային ծրագիր է, իսկ ինչու էր օգոստոսի 7-ին Ալիևը այնտեղ ներկա, երբ որ դա ստորագրվում էր Թրամփի եւ Հայաստանի վարչապետի միջեւ, իսկ Ալիևը այդտեղ ինչ գործ ուներ։
Դա ինչ կապ ուներ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հետ։ Դրա համար եմ ասում, Վենսը իր այցով ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Պարոն Բալասյան, ես ուզում եմ ուղղակի հասկանալ եւ պատկերացնել, TRIP-ը ներդրումային տնտեսական ծրագիր է, թե տարանցիկ միջանցք է, տրանսպորտային միջանցք է, ճանապարհ է, որովհետեւ կարծես թե տարբեր բաներ են, եթե ճանապարհը պետք է անցնեն, դա մի բան է, եթե տնտեսությունն է, տնտեսական ինչ-որ ծրագրեր են, դա լրիվ այլ բան է։ Այսինքն այն տպավորությունն է, որ TRIP-ը նմանվում է, այսպես ասած, պսպղան ֆիրմա արտասահմանյան կոնֆետի այդ պսպղան թղթի մեջ փաթաթված ինչ որ մի բանի հնարավոր է ռումբի, որովհետև անդադ խոսում են ներդրումներ եւ գրավչություն, բայց ոչ մի կոնկրետություն։ Ոչ մի ներդրում էլ չի լինելու այն պատկերացումներով, որ մենք ունենք, այսինքն, չգիտեմ, արտադրություն, գործարան, աշխատատեղեր եւ այլն։ Հնարավոր է այսպես մի քանի սլաքավարներ լինեն այդ ճանապարհին կանգնած, տարբերվող արտահակուստով, որոնք ուղղակի մեքենաներին կասեն ձախ մի գնա, աջ գնա, մի 10-15 հոգի այդ 37 կիլոմետրի համար 10-15 հոգին ամբողջությամբ բավարար է, այդտեղ շատ բան չկա անելու։ Հատկապես եթե արհեստական բանականությունը դնում են, տեսախցիկները ամբողջը հուշելու են, այստեղ գնա, այնտեղ գնա։ Սա տրանսպորտային միջանցք է ուղղակի, բայց Հայաստանի օգուտը առավելագույնը լինելու է այն մաքսատուրքը, որը կվճարվի այդ ճանապարհի համար, բայց ես մի քանի անգամ էլ եմ ասել, մասնագետները հաշվել էին տոննա կիլոմետր հաշվարկով այդ տրանզիտի գումարը, դա ընդհանրապես կազմում էր մոտավորապես 70 միլիոն դոլարի կարգի գումար, որովհետև Հայաստանի ճանապարհը շատ կարճ է, այդ եւ նաեւ ռելիեֆի բարդությունները հաշվի առնելով, այդքան մեծ բեռնափոխադրումներ այդտեղ չեն իրականացվելու։ Եթե դրա 74%-ն էլ տալիս ենք ամերիկացիներին, հələ այդ հարցին էլ կանդրադառնանք, դա ամերիկացիներին ենք տալիս, թե տալու ենք այն երկրին, ով ներդրում է անելու, բնականաբար այդ երկրին։ Ամերիկացիներն այստեղ ուղղակի outsource են անում, այսինքն իրանք վերցնում են, տալիս են ենթակապալառու ինչ-որ մի երկրի, նա է իրականացնելու այդ ամեն ինչը։ Այսինքն Հայաստանին ընդեղ ընդհանրապես մի 10-15 միլիոն դոլար գումար առավելագույնը կարող է մնալ։ Տարեկան այդքան պարգևավճար է բաժանվում։ Այսինքն այդ 15 միլիոն դոլարի համար մենք մեր երկիրը դնում ենք հարվածի տակ 149 տարով, կամ ինչ է նշանակում 99 տարով դա որ կա, դա երաշխիք է, որ Հայաստանի Հանրապետություն լինելու է։ Այո, հենց դա է ուզում հարցնել։ Չկա նման երաշխիք աշխարհում ոչ միտեղ։ Ոչ մի պայմանագիր չի երաշխավորում պետության լինել կամ չլինելը։ Տարածքի լինել կամ չլինելը երաշխավորում է, պետության լինել կամ չլինել չի երաշխավորում։ Թրամփը այսօր կա 3 տարի հետո վերընտրվեց կամ չվերընտրվեց։ Եկավ մի հատ դեմոկրատ, ում համար TRIP-ը դարձավ այսպես երկրորդական նշանակությունով, իրենք մոռացան էլ այդ հայ-ամերիկյան կոնսորցիումի մասին։ Ադրբեջանցիներին ստեղից մենք ո՞նց ենք անելու այդ ֆիրմաներին։ Ասել են մենք փող ենք տվել, մենք մնալու ենք։ Իսկ միջազգային հանձնառությունները, պարոն Բալասյան։ Միջազգային հանձնառություն որպես այդպեսին չկա։ Օգոստոսի 8-ով ոչ մի պարտավորություն չի ստանձնում ոչ մի երկիր։ TRIP-ի հետ կապված առավել եւս։ Դա ոչ մի պարտավորություն չի ենթադրում, դա փաստաթղթում էլ է գրած։ Մենք որտեղից ենք վստահ, որ այդ 99 կամ ինչ է նշանակում, մի երկիր երաշխավորում է, որ մյուս երկիրը 99 տարով լինելու է։ Կամ այդ երկիրը պիտի երաշխավորի, որ մենք լինելու ենք, 5000 տարի կանք այդ երկիրը նոր է սկսել, 200-300 տարի է սկսել Երևան միջազգային ասպարեզում։ Այսինքն անլուրջ վերաբերմունք է պետության եւ պետականության նկատմամբ։ Իսկ ինչ երաշխիք կա, թե ինչ վիճակում կլինի Միացյալ Նահանգները, ինչքան էլ հզոր է։ Ոչ մի երաշխիք, հռոմեական կայսրությունն էլ էր հզոր, ինչ եղավ։ Բյուզանդիան էլ էր հզոր, ինչ եղավ։ Բաբելոնն ու Ասորեստանն ուր են հիմա։ Ով է երաշխավորում, որ Միացյալ Նահանգները կարող է մնալ 99 տարի։ Կա նման երաշխիք։ Այն գործընթացները, որ այսօր Միացյալ Նահանգներում են ընթանում, այդ ներքին process-ները, այդ ինֆլյացիա եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ այս բոլոր տեղերում պատերազմ վարելու մոլուցքը Թրամփի մի օր բերելու է հանգեցնի հակառակ էֆեկտի։ Ինչ քաղաքականություն է ձեզ այսօր Թրամփի վարչակազմը վարում աշխարհակաղակական այս իրավիճակում, փորձում է վերականգնել կամ պահպանել միաբևեռ իր դոմինանտ դերը ամբողջ աշխարհում։ Այստեղ ես կարծում եմ ընդհանրապես միաբևեռության մասին խոսք չկա։ Թրամփը ուղղակի վարում է մեծ ճանապարհի ավազակի քաղաքականություն, թալան։ Եվ ինքը այստեղ
բան չի դնում, խտրականություն չի դնում իր դաշնակիցների եւ իր հակառակորդների կամ թշնամիների միջև։ Նա հավասարապես թալանում է եւ Եվրոպական միությանը, հավասարապես թալանում է եւ Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին, հավասարապես թալանում է նաեւ իր թշնամիներին։ Քանզի երբ որ մարդուն միակ սուրբ գործոնը դա փողն է եւ նավթը, եւ ինքը չի խորշում միջազգային իրավունքի վրա շատ ներողություն թքած ունենալ, մտնել սուվերեն պետության երկրի ղեկավարին, փախցնել, տանել, պարտադրել, որ նավթը վաճառեն, գումարը տան իրեն։ Կանադայի հետ կապված Ալբերտա նահանգի հետ առանձին բանակցություններ են վարում, որպեսզի Ալբերտան դուրս գա Կանադայից եւ միանա Միացյալ Նահանգներին, որովհետեւ այնտեղ կան նավթի մեծ պաշարներ։ Եթե Դանիայի հետ է այդպես վարվում, Գրենլանդիայի հետ կապված վերցնելով իրեն, եթե Ուկրաինայի հետ 350 միլիարդի համար վերցնում է բոլոր հազվագյուտ մետաղների հանքավայրերը, մեր հետ Միացյալ Նահանգները ինչպես է վարվելու։ Եվ ես տեսնում եմ, որ այդ թվում մեր հետ այս բանակցություններում եւ հայտարարություններում եւ Միացյալ Նահանգների մյուս գործընկերների հետ հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այդ բնական պաշարների կամ Թրամփին ասել են, որ Սյունիքում կան ինչ-որ պաշարներ, Թրամփն հիմա մտածում է առիթ է այդ պաշարների վրա էլ ձեռք դնենք, էլի, աստիճանաբար։ Բայց այստեղ կարող է ես կարծում եմ Թրամփի համար նաև սա լինի ճակատագրական։ Քանզի Հարավային Կովկասը շատ պինդ ընկույզ կարող է լինել Թրամփի համար եւ նրա ատամները կարող է չդիմանալ։ Քանզի ոչ մի տարածաշրջանում ինքը չունի այն հնարավոր թշնամիները, որ ունի մեր տարածաշրջանում։ Հետևաբար այդ թշնամիները, այսպես հիմա հանգիստ ինչ-որ դիրք զբաղեցնելով, ես բնավ չեմ կարծում, թե այդ թշնամիները հանգիստ նայելու են, թե այս տարածաշրջանը ոնց է գնում իրենց ձեռքի տակից։ Ստեղ լինելու է բախում եւ Աստված մի արած, թե եթե այդ բախումը լինի Հայաստանի տարածքում։ Ուկրաինացիներին, երբ որ 2014 թվականին տանում էին կրակի բերան, ուկրաինացիներին հավաստիացնում էին, որ իրենք կարճ ժամանակահատվածում լինելու են Եվրոպական միությունում, լինելու են ՆԱՏՕ-ում, որ իրենք լինելու են աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը եւ այլն եւ այլն։ Ուր է հիմա Ուկրաինան եւ ուր են հիմա ուկրաինացիները։ Ինչ է կատարվում այդ ծաղկուն երկրի հետ։ Այս դույսի ներքո շատ հետաքրքիր է հատկապես այս դույսի ներքո հասկանալ, թե Վենսի այցը որքանով է արտացոլում ինչ որ կերպ արդյոք արտացոլում է տրանսֆորմացիան Հարավային Կովկասում կամ ուժերի հարաբերակցությունն, այսինքն Միացյալ Նահանգները արդյոք փորձում է դոմինանտություն հաստատել կամ ունի նման առաջնահերթություն եւ ինչ պայքար է մղում այստեղ։ Գիտեք, Միացյալ Նահանգների քաղաքականությունը այստեղ շատ հետաքրքիր է։ Նա փորձում է չնկատել կամ նկատելու չտալ բոլոր այն պետությունների շահերը, որոնք կան Հարավային Կովկասում, այսինքն պետությունը ես եմ կամ ես եմ միայն ճիշտ եւ ուժեղի դիրքերից փորձել հանդես գալ եւ փորձել ուժեղի իրավունք բանեցնել այստեղ, սա մեդալի երկու կողմ ունի այս մեդալը։ Հետևաբար սա կարող է եւ որոշակի կարճ ժամանակահատվածում հաջողություններ բերել, բայց երկարաժամկետ պրակտիկայում լրջագույն խնդիրներ առաջ կանգնեցնել, քանզի երբ դու թշնամանում ես բոլորի հետ, դու ստիպված ես դինելու նաև դիմագրավել բոլոր կողմերից եկող վտանգներին եւ սպառնալիքներին։ Իսկ դա անգամ Միացյալ Նահանգների նման գերհզոր տերությունը իրեն թույլ տալ կարծում եմ չի կարող։ Իսկ ինչու չենք տեսնում հակազդեցություն այ հիմնական դերակատարների տարածաշրջանային այս մեր տարածքում Հարավային Կովկասում, հատկապես նկատի ունեմ Իրանը եւ Ռուսաստանը։ Իրանի դեպքում հասկանալի է, որ վատ վիճակում է, բայց Ռուսաստանի դեպքում ինչու չենք տեսնում դրուկ հակազդեցություն։ Կան գործընթացներ, որոնք տեսանելի չեն։ Կան հայտարարություններ, որոնք ընտրյալների համար են միայն, եւ կան բանակցություններ, որոնք տեղի են ունենում կուլիսների հետևում։ Մենք ամեն ինչ չէ որ կարող ենք տեսնել եւ ամեն ինչ չէ որ կարող ենք լսել։ Մենք միայն կարող ենք գործողություններից հետևություններ անել։ Վենսի այցից հետո ատոմակայանը միանգամից 2046 թվականը շահագործելու պատրաստակամությունը եւ այսպես կարծիքը եւ վստահությունը կարծում եմ խոսում է այն մասին, որ ամեն դեպքում ինչ որ գործընթացներ գնում են եւ ինչ որ ազդակներ տեղ են հասնում։ Հիմա դա պարտադիր չի որ լինի բաց եւ բոլորի համար հասանելի։ Սպասենք տեսնենք իրավիճակը ինչպես է զարգանում, ինչպես ասում են։ Եթե Միացյալ Նահանգները Իրանի շուրջ չկարողացավ գնալ վերջնական հաղթանակի եւ չհարվածեց Իրանին, նշանակում է ազդակները տեղ են հասել։ Իսկ եթե հարվածեց Իրանին, սա կարծում եմ Միացյալ Նահանգների համար երկրորդ Աֆղանստանն է լինելու, որտեղից այդքան հեշտ չի լինելու փախուստի դիմել, ինչպես եղավ Աֆղանստանը։ Իսկ նկատի ունենալով Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները ներկայիս
որոնք տեղի ունեցան, չգիտեմ, այսօր ընթանում են թե չէ, Վենսին էլ այստեղ հարցրեցին արտասահմանյան լրագրողները, թե Իրանի հարցը քննարկվել է կամ ուրանի հարստացում եւ այլն։ Այս դինամիկան հաշվի առնելով Իրանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ մենք խոսեցինք Իրանի մասին եւ ինչպես անել, որպեսզի չվատանան հայ-իրանական հարաբերությունները։ Նախ եւ առաջ Իրանի նկատմամբ քայլերը պետք է լինեն շատ հավասարակշռված եւ չպետք է տրվեն տարբեր շանտաժների եւ տարբեր խնդրանքների։ Անթույլատրելի է Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ երկրորդ անգամ արդեն հանրահավաք արտոնելը։ Այդ հանրահավաքը արտոնված հանրահավաք է լինելու, կարծեմ փետրվարի 17-ին։ Գիտեք, երբ որ իրանցիները մի խումբ հավաքվում են դրոշներով, սկսում են գոռգոռալ, հակակառավարական կոչեր անել, դա երկիրը նստավայր պետությունը կարող է բացատրել, դե մենք ամեն իրանցու հետևից մարդ չենք դնելու, որ տեսնենք ով ուր է գնում։ Բայց երբ որ իրանցիները դիմում են քաղաքապետարան եւ ըստ մամուլում շրջանառվող նոր հանրահավաք է լինելու։ Այո, իրենք արտոնում են այդ հանրահավաքը, սա արդեն պետական քաղաքականություն է։ Եվ այստեղ արդեն շատ դժվար է վելայեթին համոզել, որ մի քանի հոգի եկան եւ այսպես գորգրացին, թողեցին, գնացին, ոչ։ Եվ մի բան էլ, այդ մարդիկ որտեղից են հայտնվել Հայաստանում։ Այդքան թվով իրանցի հակակառավարական հայացքներ ունեցող նոր են եկել, տևական ժամանակ է, որ կառույցներում են աշխատում, ինչ անձնագրերով են անցել Հայաստան եւ որ երկրի սահմաններով են անցել Հայաստան։ Սա նույնպես կարեւոր է։ Դրա համար պետք չէ թույլ տալ, որ Հայաստանը վերածվի հակաիրանական ինչ-որ վայրի եւ դեսպանի զգուշացումը հենց դա էր, որ Հայաստանը աստիճանաբար գնում է դեպի հակաիրանական, այսպես բլոկ, որը որ մեր համար շատ մտահոգիչ է եւ շատ վտանգավոր։ Դառնում է կենտրոն հակաիրանական ուժերի գործողությունների։ Ես չեմ ասում կենտրոն, այդպես նա ձևակերպված։ Մոտավորապես այո, բայց մի բան մենք պետք է հասկանանք։ Եթե Իրանի հետ իրենց հարաբերությունները, չնայած բարդ հարաբերություններին եւ Միացյալ Նահանգների հետ ունեցած դաշնակցային հարաբերություններին, եթե Եգիպտոսը եւ Հորդանանը անգամ սկսում են զգուշանալ եւ զգուշավոր քաղաքականություն են սկսում վարել Իրանի նկատմամբ, մենք կարծում եմ, չլինելով Միացյալ Նահանգների դաշնակից եւ որևէ անվտանգային երաշխիքներ չունենալով Միացյալ Նահանգներից, իրավունք չունենք մեր պետությունը դնել համաշխարհային այսպես ուժերի բախման վայր իբրև դարձնել եւ դնել այդ ուժերի հարվածի տակ։ Սա անթույլատրելի է եւ Իրանը արժանի է եւ Իրանը, ես կարծում եմ, այն պետությունն է, որի հետ ոչ միայն պետք չի հարաբերություններ փչացնել, այլև Իրանը այն պետությունն է, որ 90-ականների սկզբին ուղղակի սովից փրկեց Հայաստանը եւ պետք է նաեւ երախտապարտ լինել այդ պետությանը, թույլ չտալով որևէ հակակառավարական գործողություններ մեր երկրի տարածքում։ Դուք նկատի ունեք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերոնշյալ հայտարարությունը կապված է իրենց այն դիրքորոշման հետ, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել բոլոր այն հարևան երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, դա նկատի ունենք եւ այս համատեքստում ես կխնդրեմ անդրադառնալ նաեւ շատ հետաքրքիր խաչաձևումներ են Իրան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Ռուսաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, Իրան, այս համատեքստում ես կխնդրեմ առանձնապես անդրադառնալ Ադրբեջան-Իրան հարաբերություններին, ինչու է Իրանի պաշտպանության նախարարը գնում Բաքու եւ փորձում այսպես սերտացնել հարաբերությունները, նույն սխալն են կրկնում իրանցիները։ Իրանի պաշտպանության նախարարը ենթարկվում է Փեզեշքյանին եւ կապ չունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Հետեւաբար, այո, Փեզեշքյանը այս երկու լարի վրա խաղալով փորձում է այսպես եւ իշխանության վրա մնալ եւ ամեն դեպքում որոշակի երաշխիքներ ունենալ, եթե հանկարծ ինչ որ իրավիճակը փորձի լարվել։ Ադրբեջան գնացած այցը ես ուղիղ համացան մեջ եմ դնում Փեզեշքյանի Ադրբեջան կատարած այցի է, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ասում է, որ մենք ունենք հետախուզական տվյալներ եւ ապացույցներ, որ Ադրբեջանի տարածքից է ռմբակոծվել Թավրիզի օդանավակայանը, Փեզեշքյանը գնում է այնտեղ եւ Ալիևը հավաստիացնում է իրեն, որ ոչ երբեք Ադրբեջանը իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ ինչ-որ գործողություններ անելու։ 2003 թվականից սկսած Ադրբեջանում կան իսրայելական ռազմական բազաներ, դա բոլորը գիտեն։ Այդ թվում նաև Իրանը գիտի։ Այսինքն հիմա այստեղ փորձել ցույց տալ, թե իբր ամեն ինչ նորմալ է, սա առնվազն
այսպես ապտակ է Իրանին եւ Իրանի ժողովրդին։ Բացի այդ, Միացյալ Նահանգները այսօր ստանում է Իրանը բոլոր կողմերից շրջապատելու քաղաքականությունը եւ երբ որ բոլոր կողմերից կշրջապատվի եւ բոլոր երկրները կտան համաձայնություն իրենց տարածքը տրամադրել Միացյալ Նահանգներին գործողության համար, մենք կտեսնենք նաեւ ցամաքային գործողություն Իրանում։ Այսօր Թուրքմենիայում է գտնվում Միացյալ Նահանգների հատուկ նշանակության Delta Force զինված ուժերը, որոնք նախորդին են ուրեմն տեղակայվել Թուրքմենստանում, իսկ Թուրքմենստանը դա Կասպից ծով է, Թուրքմենստանը դա Իրանի հարևան պետություն է։ Խաղաղության խորհրդի նիստում Թրամփը ասում է մենք Ադրբեջանին հատկացնում ենք պաշտպանության համակարգեր, իսկ Հայաստանին տրամադրում ենք խաղաղություն։ Գիտեք, սա ձեռք են առնում ուղղակի։ Իսկ ինչ պաշտպանության համակարգեր, դրանք ԹԱԱԴ համակարգն է հակօդային պաշտպանության եւ նաեւ Պետրիոտ համակարգերը, ինչի համար են սրանք։ Ոչ թե նրա համար, որ Իրանը հարվածի Ադրբեջան, Իրանը Ադրբեջանին չի հարվածելու։ Այդ համակարգերը նրա համար են, որպեսզի Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռները Ադրբեջանի տարածքից խոցվեն։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ է տալու մեզ սա, ինչ են իրենք ոնց են տեսնում Հայաստանը իրենց այս puzzle-ի մեջ։ Սա շատ դժվար է այս պահին ասել, բայց այն որ աստիճանաբար Հայաստանին փորձում են ներքաշել հակաիրանական ուղերձի մեջ, սա ակնհայտ է եւ սա անթույլատրելի է։ Նախորդ շաբաթ իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին մեծ հետ հարցազրույցում նշեց, որ Իրանում նաեւ գոչեր են հնչում հարված հասցնել ինչպես բռնազավթված Արցախի տարածքում գտնվող կամ Ադրբեջանի տարածքում գտնվող հետախուզական կետերին, այլև նույնիսկ Բաքու-Ջեյան նավթամուղին, որքանով է սա իրատեսական։ Իրանի ճակատագրական սխալն էլ թույլ տալ եւ հանգիստ հետեւել, թե ինչպես էր Արցախը կուլ գնում, անկախ այն բանից, թե ինչպիսի քաղաքական հարցեր կային այնտեղ։ Ադրբեջանի կորստով, Արցախի կորստով Իրանը դարձավ խոցելի։ Եվ Արցախի կորուստով Իրանը փոխհատուցեց նախագահի եւ արտգործնախարարի մահվամբ։ Ակնհայտ է եւ դա նաեւ անեծք էր իմ կարծիքով եւ նաեւ այսպես երկնքի մատետեղ խառներ, որ հենց Արցախի սահմանի մոտ ժամանելուց հետո Իրանի նախագահ եւ արտգործնախարարը զոհվեցին ավիակատաստրոֆայից։ Դա պլանավորված եւ այսպես Ռայիսին եւ Ահմադյանին։ Այո, Ռայիսին եւ արտգործնախարարը։ Դա պլանավորված գործողություն էր, ակնհայտ է, եւ Ադրբեջանն այստեղ ուներ իր մասնաբաժինը։ Նա պիտի Ռայիսին հրավիրեր, որպես խայծ ծառայեր, հրավիրեր այդ հեկի բացմանը։ Նկատի ունեք իսրայելցիներն են արել։ Վստահ եմ։ Դա արվել է այն բազաների օգնությամբ, որոնք տեղակայված են եւ տեղակայվել են Արցախում 2020 թվականից հետո։ Տեսեք, պատահական է Ֆիզուլիում հանկարծ օդանավակայան է հայտնվում F-16-երի համար։ Ֆիզուլիում մարդ չկա, օդանավակայան ինչու են կառուցում։ Ողջ տարածքում արաքսամերձ հատվածները Ադրբեջանը շատ արագ կառուցեց օդանավակայան։ 3 հատ միջազգային օդանավակայան են կառուցել, որից միայն օգտվել է Էրդողանը մի անգամ։ Այսինքն այդ օդանավակայանները ծառայեցնում են իբրև իսրայելական բազաներ F-16-երի համար եւ այդտեղից են թռիչքներ իրականացնում դեպի Իրան հարվածներ եւ 12 օրյա պատերազմի ժամանակ են այդ տարածքները օգտագործվել։ Դրա համար գնալ եւ այնտեղ ցույց տալ եւ այսպես լուրջ դեմքով լսել Ալիևը ինչ էր ասում Շուշիում իրանական մոսկիտների անմխիթար վիճակի մասին, ես կարծում եմ այստեղ Հայաստանի արտգործնախարարությունը էլ պիտի հրավիրեր Իրանի դեսպանին, նախկին դեսպան Սոփանին եւ որոշակի պարզաբանումներ պահանջեր, ոչ թե հոգեվոր առաջնորդից, այլ նախագահ Փեզեշքյանից։ Բա Իրանի կառավարությունը եթե մեզ շնորհակալություն է հայտնում տասնամյակների ընթացքում Շուշիի մսկիթները վերականգնելու եւ նաեւ իրանցի մասնագետներն են այնտեղ աշխատել։ Բա դուք չեք ամաչում, ձեզ ասում են հայերը ջարդը փշրել են, դու էլ տենց խելոք դեմքով լսում ես, ասում ես, այդ ի՞նչ վատն են եղել այդ հայերը։ Ու մենք այդտեղ ոչ մի բան չունենք ասելու։ Բայց ինչու ուղղաթիռի կործանման այդ վարկածը պաշտոնապես չհաստատեց Իրանը։ Պաշտոնապես չհաստատեցին, որովհետև բարեփոխիչներն են եղել այս օպերացիայի մեջ։ Նույն Փեզեշքյանն եւ նրա թիմը։ Այսինքն երկիշխանություն է Իրանը։ Բնականաբար, բա դրա համար է նախագահ Ռոհանին կալանավորված այսօր։ Իրանի նախկին նախագահ Ռոհանին բարեփոխիչ Ռայիսից առաջ այսօր կալանավորված է։ Այսօր կալանավորված են բոլոր այն կուսակցությունների առաջնորդները բարեփոխիչների, որոնք գտնվում են Ռոհանիի, այսպես ասած, ազդեցության տակ։ Իրանում այսօր ներքին մաքրման շատ լուրջ աշխատանք է գնում եւ հաջորդը կարող է նաեւ Փեզեշքյանը լինել։ Դրա համար է Փեզեշքյանը փորձում իր համար այսպես
ինչպես ասում են, լրացուցիչ օդանավակայան գտնել, որ ինչ որ մի պահի կարողանա ինքը այդտեղ վայրեջ կատարի։ Իրանում ներքին վիճակը բավականին լարված է եւ այս ցույցերը, որ այսօր էլ գնում են, սա ցույց է տալիս, որ կամ փորձում են ցույց տալ, որ Իրանի հոգևոր իշխանությունը ունի ժողովրդական լայն աջակցություն, որը չի կարելի ասել բարեփոխիչների մասին։ Եվ վերջում կխնդրեմ թեկուզ համառոտ անդրադառնալ, կարծում եմ, որ դուք լավ տիրապետում եք այդ հարցերին որպես միջազգայնագետ, Հայաստան-Իրան միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրին եւ Վենսի նշած փոքր մոդուլային ռեակտորներ, ինչպես 168 ժամը վերնագիրը այսպես է նշել հանրապետությունից փոքր մոդուլային պետություն։ Արդյոք կա վտանգը, որ դրա անվան տակ փորձում են փակել ատոմակայանը Մեծամորի։ Վտանգը ոչ միայն կա, այլև կարծում եմ նպատակը հենց դա է։ Եվ այստեղ Վենսը առաջ է քաշում թուրք-ադրբեջանական լոբիի շահերը, քանզի այդ ատոմակայանը փակելու առաջամարտիկը Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ուղղակի քանի որ Հայաստանից ոչ ոք չի արցնում Թուրքիային, բա եթե դու այդքան մտածում ես Մեծամորի ատոմակայանի էկոլոգիական բաղադրիչի մասին, ինչու ես նույն տեխնոլոգիայով Ակկույու ատոմակայան կառուցում կմոտ, նույն Ռոսատոմն է կառուցում այդտեղ։ Եթե դու այդքան մտահոգված ես, այսինքն դա ըստ էության երեսպաշտություն է, ոչ ավելի։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան միջուկային բնագավառում համագործակցությանը։ Եթե հիշում եք, Իրանը եւ Ռուսաստանը ամիսներ առաջ ստորագրեցին միջուկային բնագավառում համագործակցության մասին հուշագիր։ Ես կարծում եմ Հայաստանը իբրև պետություն, որ ունի շատ լուրջ զարգացած խաղաղատոմ, ըստ էության մենք պետք է սա ընդունենք, մեր ֆիզիկոս միջուկային ֆիզիկայի հատկապես մասնագետները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են եւ նրանք ամեն օր նաեւ մեծամորում են իրենց որակավորումը բարձրացնում եւ այս առումով իսկ հաշվի առնելով որ Բուշերում էլ է կառուցվում ատոմակայան, որը նույնպես Ռոսատոմն է կառուցում, այստեղ նաեւ գնալու է իրանցի մասնագետների վերապատրաստում, կարծում եմ Հայաստանում, քանզի կրկնում եմ նույն տեխնոլոգիաներն են եւ ստիպված չեն լինի իրանցի մասնագետները, եթե կարող են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան, օդային ճանապարհով գնալ Ռուսաստան տեխնոլոգիաներին ծանոթանալու։ Եթե Հայաստանը կարողացավ այս ամենը շատ խելացի անել, մենք իրոք կարող ենք դառնալ տարածաշրջանային միջուկային կենտրոն, որտեղ կխաչվեն առնվազն մի քանի պետության միջուկային շահերը։ Իսկ եթե մենք տրվենք Վենսի խոստումներին եւ գնանք մոդուլային ատոմակայան, դա լավ տեղ չի տանելու։ Մոդուլային ատոմակայանը աշխարհում ոչ մի տեղ կառուցված չի, մենք թղթի վրա հաշվարկներով դա կարող է աշխատել։ Աշխարհում ոչ մի տեղ չկա։ Դրան գումարած մոդուլային ատոմակայանների վառելիքը ով է ապահովելու։ Միացյալ Նահանգները շատ բարձր գնով, իսկ օգտագործած վառելիքը ով է հետ տանելու։ Ոչ միտեղ Միացյալ Նահանգները օգտագործած վառելիք հետ չի տանում։ Դա թաղվելու է Հայաստանում։ Վենսի նախընտրական աջակցության մասին չխոսեցինք։ Դե դա գիտեք, դա սովորաբար sense ասեմ, ցանկացած պետության հայտարարություն Հայաստանի ընտրությունների հետ կապված դա ուղիղ կերպով միջամտություն է Հայաստանի ներքին գործին ցանկացած եւ սա անթույլատրելի է եւ սրա հետ կապված կարծում եմ Վենսին առնվազն կարելի է մեղադրել Հայաստանի ներքին գործերին նաեւ միջամտելու մեջ, քանզի նա որտեղից գիտի ապագայում ինչ է լինելու, որտեղ խոսում է ապագայի մասին։ Դե քանի որ մենք ապագայի ծրագրեր ունենք, այստեղ ընտրություններ կան, մենք դա անցնենք ու իսկ այս տղան կարող է երկարաժամկետ գործընկերություն։ Եթե սա ուղիղ աջակցություն չի, եթե սա ուղիղ միջամտություն չի Հայաստանի ներքին գործերին, խնդրեմ, եթե ունեք այլ կարծիք մեր հանրությունը եւ ունի այլ տեսակետ, թող հնչեցնեն։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ 168 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Կհանդիպենք։